Հայաստան Միացյալ Նահանգներ գործակցությունը նոր որակ է ստացել, այն հիմա ունի ռազմավարական բնույթ։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնած հանդիպմանը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն ընդգծում է, հարաբերություններում առաջընթաց գրանցվեց հատկապես Փաշինյան-Թրամփ հանդիպումից հետո։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մտել են նոր փուլ, խորացնելով թե քաղաքական, թե տնտեսական գործակցությունը։ Միացյալ Նահանգները Հայաստանին դիտարկում է որպես հավասար գործընկեր։ Միջուկային, էներգետիկ և կիբերանվտանգություն Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցել հատկապես այն ոլորտներում, որոնք որոշիչ են երկրի անվտանգության և ինքնաբավության տեսանկյունից։ Թրիփուղին Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում դեպի միջազգային շուկա, դիվերսիֆիկացնում արտահանումը։ Տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի չիպերը Հայաստան արտահանելու Միացյալ Նահանգների կառավարության որոշումը թույլ կտա այստեղ կյանքի կոչել գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մաս է։ Սա թույլ է տալիս Հայաստանին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում դիրքավորվել որպես տարածաշրջանային առաջնորդ և ներդրումների նոր հաբ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից հետո Հայաստանում և տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։ Խաղաղության գործընթացը հիմա անցնում ենք Միացյալ Նահանգների հետ, ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Թրիփը եկավ ապացուցելու, որ խաղաղության խաչմերուկը իրականություն է։ Թրիփը եկավ ասելու, որ խաղաղության խաչմերուկը պարզապես մի քանի էջանոց բրոշուր չէ, այն հնարավորություն է, որը կարող է իմպլեմենտացվել եւ աշխարհի թիվ 1 տնտեսությունը եւ նրա նախագահը հավատում են Թրիփին եւ մենք եւս հավատում ենք Թրիփին ու մենք մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի Թրիփը խաղաղության խաչմերուկը եւ դրա մաս կազմող Թրիփը դառնան իրականություն։ Թրիփուղին միջին միջանցքի կարևոր բաղադրիչ է, որը պետք է ապահովի անխափան հաղորդակցություն Եվրոպայի, Հարավային Կովկասի և Ասիայի միջև։ Ոչ միայն պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել, այսօր էլ արդեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով կարող են իրականացվել Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնափոխադրումներ եւ մենք պատրաստ ենք նաեւ օր առաջ սկսել համապատասխան շինարարական աշխատանքներ, գործընթացներ, որպեսզի երկաթուղային հաղորդակցությունը գործարկվի, մասնավորապես ոչ միայն Թրիփի հատվածը, այլ նաեւ Կարս Գյումրի երկաթուղային հանգույցի վերագործարկումը։ Հայաստանը հետաքրքրված է ամերիկյան բիզնեսի ընդլայնմամբ մեր երկրում։ Նպատակն է Հայաստանը Միացյալ Նահանգների ինդուստրիայի և անվտանգության բյուրոյի արտահանման կառավարման կարգավորումներում երկրների D խմբից տեղափոխել B խումբ։ Մենք բացում ենք նոր հնարավորություններ այսօր ամերիկյան ընկերությունների համար, խթանում ենք նորարարությունն ու բարձր հավելյալ արժեք ունեցող ներդրումները եւ ձևավորում ենք ավելի դիմացկուն ու փոխկապակցված տարածաշրջանային տնտեսություն։ Հայաստանի կառավարությունը նախանշված բոլոր ծրագրերն իրականացնելու է հաջողության, վստահեցնում է Պապոյանը։ Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունները վերելք են ապրում, դրա մասին են փաստուն ապագայի ծրագրերը, ընդգծում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահը։ Բացվում են մեծ հնարավորություններ տարածաշրջանային զարգացման, այստեղ կարող եմ նշել, առևտրային կապեր, հաղորդակցման հնարավորություններ, ներդրումային տարբեր հնարավորություններ եւ մենք շատ խոսում ենք վերազգային ընկերությունների մուտքի մասին դեպի Հայաստան։ Ըստ Մարկարյանի իրականացվող քայլերը կարող են առաջիկա տարիներին էապես փոխել երկրի տնտեսական պատկերը։ Օրակարգում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքումն ու ներդրումային գործակալի ու առևտրային կցորդի ինստիտուտի գործարկումը։ Միացյալ Նահանգները նախատեսում է Հայաստանին տրամադրել $145 միլիոն ֆինանսական աջակցություն։ Հայ-ամերիկյան միջգերատեսչական խմբերը կհանդիպեն մինչև տարեվերջ։ Բրիր Մկրտչյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։